երկար տարիներ նկարում եմ, երևի 40 տարուց ավել։ Այդ ամբողջ ընթացքում տենց բազմաթիվ ցուցադրություններ եմ ունեցել եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս, այստեղ անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել, դրսում էլ ունեցել եմ անհատական ցուցահանդեսներ, մասնակցել եմ տարբեր բիենալեների, մասնակցել եմ տարբեր արթերի, ժամանակակից արվեստի թանգարանում ունեմ 3 աշխատանք, ունեմ աշխատանքներ Հայաստան պետական պատկերասրահում, Երևանի պատմության թանգարանում, 90-91 թվերից, երբ որ հրապարակի վրա էր այդ արտգործնախարարության շենքը, այդ ժամանակվանից ես արտգործնախարարությունում մոտավորապես մի 50-ից 60 նկար ոնց որ մշտական ցուցադրության ունեմ, հիմա էլ որ տեղափոխվեցինք այդ նոր շենքը, այնտեղ էլ արդեն երևի բավականին ժամանակ, երևի մի 10 տարուց ավել է, այնտեղ էլ էլի մի այդքան մեծակտավ աշխատանքներ են, ավելի մեծ, քան թե այստեղ ինչ որ կա կախված։ Ուղիղ երևի մի տարի առաջ ցուցադրվեցի էլի անհատական աշխատանքներով Պանո ցուցասրահում, շատ գեղեցիկ ցուցադրություն եղավ։ Մեկ ամիս առաջ ցուցադրվեցի Ջերմուկում, այնտեղ էլ շատ հետաքրքիր ցուցադրություն եղավ ու որոշեցի մի ցուցադրություն էլ անել Երևանում։ Զգացողությունները ավելի երկրորդային են, հա։ Հիմնականում այս նկարները գաղափարական են եւ թվում է թե մեկը մեկից շատ անջատ են, բայց մեկը մեկի շարունակությունն է անընդհատ ու ինքը անընդհատ նույն գաղափարը պտտվում է ու տարբեր ձևերով, տարբեր որակներով, տարբեր չափերի մեջ իրանք ընդհանուր ծառայում են մի նպատակի, մի գաղափարի, այսինքն այստեղ գաղափարական նկարչությունն է, ոչ թե էմոցիոնալ։ Իմ այդ 40 տարիների եւ ավել ընթացքում ես միշտ նկարել եմ շարքերով, այսինքն եղել է 2 կտոր, 4 կտոր, ասենք, ու միջև շարքեր է լինում, միջև մի 20-30 կտավ ստեղծում եմ ու հետո այդ շարքը փակում եմ, այլևս դրան չեմ անդրադառնում ու տենց անընդհատ ինքը փոխվում է շարքերը ու շատ տարբեր են։ Այստեղ հիմնականում վերջի մոտ մի 10 տարվա աշխատանքներն են, որոնք էլի կատարված են շարքերով, մի մասը ասենք 4 կտորից է, մի մասը 8 կտորից է, մի մասը 3, 2, բան։ Ու այս ցուցահանդեսը նենց ստացվեց, որ ես որոշեցի անել բինար տարածքներ այդ հասկացողությամբ, որ երկուական նկար ամեն շարքից ցուցադրություն անեմ, որ հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, քանի որ եթե ասենք ամեն շարքից մի նկար ցուցադրեի, դժվար թե ինչ որ բան հասկանալի լիներ, այստեղ զուտ կոնցեպտուալ առումով իրանք շատ հասկանալի են, որովհետև մի կտավը իրան դժվար է արտահայտել տալիս։ Այստեղ հակադրություններ կան, այստեղ համադրություններ կան, այստեղ գունային բախում կա, այստեղ տարածության բախում կա, այստեղ կենտրոնացում կա, հակադրությունների միասնություն կա, տարբեր բևեռների մոտեցումներ կա, որոնք գալիս են բախվելու, կան նույնաբևեռելի 2 կտավ, որոնք մեկը մյուսին լրացնում են, եթե ասենք ամբողջական շարքեր ցուցադրեի, նույնիսկ եթե ասենք ամեն շարքից 5-6 կտավ լիներ, այս դահլիճը չէր բավարարի եւ արդեն լուրջ խնդիրներ կառաջանար ցուցադրության այդ քանակի մեջ։ Իմ ցանկությունների, իմ գաղափարը կարողացա արտահայտել, որ տարբեր ժամանակաշրջանների, տարբեր մոտեցումների, տարբեր նկարչություններ կարողացա բերել, համախմբել, որովհետև անընդհատ երբ որ անում ես, ինքը անհասկանալի է լինում, թե ինչի մի ձևից ձևափոխվեց, գնաց մի ուրիշ ձևի, ինչի նկարի չափը փոխվեց, ինչի մոտեցումը փոխվեց, գույնը փոխվեց, անընդհատ փոփոխություններ է կատարվում, էլի, բայց երբ որ այդ փոփոխությունները բերում ես, համախմբում ես մի տարածքի մեջ ու արդեն իրանք իրար հետ ես ցուցադրում, այդ ժամանակ արդեն ինքը ամբողջանում է մի ցուցադրության մեջ եւ գաղափարն է պարզ դառնում, թե ինչի համար բինար, թե ինչի համար զույգերով, որովհետև այս կյանքում ամեն ինչը սարքած է զույգերով եւ առանց զույգի ոչ մի բան չի կարող գոյատևի, էլի, այդպես ասած, հա։ Երևի ավելի շատ ներդաշնակության մասին է խոսքը, քան թե հակադրությունների։ Հակադրությունների գաղափարը կտավի մեջ է։
ինքը գունային հակադրություններ, բախումներ, ամեն ինչը այնտեղ է մնում։ Բայց երբ որ իրանց բերում ես մի դաշտ, որտեղ արդեն պետքա ցուցադրություն լինի, այստեղ ավելի շատ խոսքը գնում է միաբանության, համադրության եւ ավելի շատ միաձուլման մասին է խոսքը գնում, ոչ թե հակադրությունների մասին։ Երևի բացառությամբ մի 2-3 նկարի, ասենք բոլորը յուղաներ կտավի վրա են, մի քանի գործ կա, որը արած է ակրիլով եւ այնտեղ կա նյութեր, ասենք այդ ակրիլի հետ օգտագործել եմ նաեւ կերամիկայի ներկեր, բայց հիմնականում կարելի ասել 99%-ով իմ նկարները ամբողջը յուղաներ կեն կտավի վրա։ Ու այստեղի մասին է խոսքը։ Ցուցադրությունից հետո այս նկարները գնում են պահեստավորման։ Վաճառքի ենթակա են, ամեն դեպքում այդ ոչ ոք չի բացառում, բայց գնում են պահեստավորման։ Ես չեմ սիրում նույն նկարը անընդհատ ցուցադրել։ Ինչ կա դրա մեջ, ասենք, եթե մեկին հետաքրքիր է, թող գար նայեր էլի ժամանակին, հիմա ինչ բան ունեմ, որ մեկ էլ ամեն անգամ նույն գործը բերես ցուցադրես, դե եկողին էլ արդեն հետաքրքիր չի լինում էլի, այսպես ասած։ Հիմա կա ցուցադրված գաղափար առաջացավ, որ մուտքը անեինք զույգերով, բայց դա հետո մտածեցի լիքը մարդ կա, որ զույգ չունի, հիմա ինչ է, ինքը իրավունք չունի ցուցահանդեսին գալու, կամ ասենք մի ընտանիք կարող է գա, որը 4-5 հոգուց է, դե հիմա օրյանց առաջ դուրը չես բակի, բոլորն էլ թող գան, համենան, ասենք, բայց գաղափարը սիրուն կներ, որ մուտքը զույգերով լիներ։ Այցելուներին կուզեի ասել բարի վայելում, թող գան, չեն փոշմանի, որովհետև էլ եմ ասում, այս գործերը էլ ես երբեք չեմ ցուցադրի։ Մի հատ ուրիշ գաղափար ունեմ ավելի մեծ ցուցադրություն անելու, ավելի մեծ ցուցահանդես անելու։ Սրանք ուզում եմ հավաքեմ, տանեմ, այստեղորեմ, պատրաստվեմ մյուս ցուցահանդեսին, արվեստանոցս մաքուր լինի, որ սրանք չխանգարեն ինձ։ Հեսա գաղափարը, թե չէ, մնացածը թող գան նայեն, վայելեն, ով կգա, մեծ սիրով կընդունենք։